Վլադի հետ փորձենք խոսել ապագայի մասին, որտեվ ես կարծում եմ, որ այդ հույսի վաճառականները միշտ երբ որ խոսում են, հա, որ այդ ապագայի մասին, որ ոչ մի գիտակից մարդկանց համար, հա, հուսադրող բանի մասին չի խոսում, ոչ խաղաղության մասին, ոչ ապագայի մասին, բայց եւ այնուամենայնիվ իրեն գոնե ձևակերպում են հանրության համար այդ պատրանքը առաջարկի տեսքով։ Կապ չունի, որ դա իրականության հետ կապ չունի, որ 21 թվականի իրանց նախընտրական ծրագրի լրիվ դիամետրալ հակառակն է տեղի ունեցել իրենց խոստացածի եւ արածի մեջ, հա, 180 աստիճանով։ Բայց եւ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ընտրություններին ընդառաջ, իսկ ընտրությունները մնացել է մոտավորապես կես տարի, հա, ժամանակ, իրենք կրկին մտնում են այդ նախընտրական փուլ իրենց խոստումներով եւ ձևակերպելով իրենց առաջարկը։ Ինչ են առաջարկում անդիմությունում։ Անժելան ուզում ասի, այս ժամի համար բառապաշարով ասեմ, էլի ամեն չայնիկը որ միացնում ես, մեջը սենց է 26 թվական հունիս խորհրդանական ընտրություններ։ Դա եւ վախճանաբանական բոլոր բաների սկիզբն ու վերջն է, այսինքն որ վատ ալնելու, տրաքելու ենք, չգիտեմ, բրծնելու ամեն ինչ, եւ միևնույն ժամանակ օպտիմիստականի ամեն ինչի սկիզբն է, պանացեա է, այսինքն դրանով ամեն ինչ լուծվել է։ Դոկտոր Վաշ Պրագնոս։ Այսինքն ես բարդն էի բացատրում, դու բարձրացրեցիր։ Դուք որոշել եք այսօր աշխարհի բոլոր բարդ հարցերը։ Բա իհարկե։ Բայց հեշտ է աթոռին։ Միասին փորձենք Չէ, իսկապես 26 թվականի ընտրություններ։ Ժողովուրդ, հույսի վաճառքը դա հիմնական քաղաքական պրոդուկտն է։ Սկսենք այդտեղից։ Ով ավելի լավ է վաճառում հույսը, նա էլ հաղթում է։ Այնպես որ հատկապես նախընտրական ժամանակահատվածում ում հույսը շատ ավելի խոստումնալից եղավ, նրա հետևից էլ գնալու են զանգվածները։ Սա մեկ։ Եվ հատկապես ինֆորմացիոն հասարակության հետ աշխատելուց եւ հատկապես նախընտրական ժամանակահատվածում դա ամենալավ եւ կարեւոր գործիքն է, որը որ դու որպես քաղաքական հավակնորդ պետքա կիրառես կամ օգտագործես։ Հիմա մեր այս էլիտիստական զրույցի մեջ մենք կարող է այս կոմեն անենք, ասենք սա լավ վաճառեց, նա լավ վաճառեց, նրա ապրանքը լավն է, նրա ապրանքը վատն է, բայց ես ձեզ ուրիշ բան եմ առաջարկում։ Ես ձեզ առաջարկում եմ ոչ թե խոսել նրա մասին, թե ով ինչ է վաճառելու եւ ինչքանով, այլ եկեք խոսենք այդ ապրանքի գնորդների մասին, էլի, կամ գոնե նրա մասին, որ այնուամենայնիվ 26 թվականի ամենակարևոր գործոններից մեկը այս մեծ արհավիրքը կանգնեցնելու դա նա է, որ այդ տոնավաճառում շատ մաս լինի։ Այսինքն տոնավաճառին մասնակիցների մասն է խոսքը, ոչ թե վաճառողների։ Այո։ Ճիշտ ենք դա։ Այո։ Եթե տեխնիկական զրույցից մենք դուրս գանք, ապա պետք է խոսենք հետևյալի մասին, այնուամենայնիվ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ այդ տոնավաճառին քիչ գան, որովհետև վստահ է, որ այդ տոնավաճառին իր մասնակիցները բոլորը տեղում են լինելու։ Եվ իր հույսը, իր հույսի վաճառքը ամբողջությամբ սպառում է ունենալու։ Եկեք խոսենք դրա մասին, որ այդ տոնավաճառին մասնակցեն շատ նրանք, ովքեր որ չեն սիրում այդ տոնավաճառը, չեն ուզում դրա մեջ մտնեն, ուստի նաև այդ տոնավաճառին չեն ուզելու մասնակցեն։ Եվ երբ որ ես խոսում եմ մարդկանց քաղաքականացման մասին, ես խոսում եմ հենց այդ տոնավաճառում այն մարդկանց մասին, ովքեր որ պետքա շատ գան այդտեղ։ Այո, խնդիրների մասին կարելի է շատ խոսել, խնդիրների մասին կարելի է շատ խոսել, բայց մենք դրանով մեր քաղաքական առաջարկը չենք անելու։ Մենք չենք մեծացնելու հակափաշինյանական ընտրազանգվածի մեծ մասնակցությունը այդ տոնավաճառին, եւ սա շատ մեծ ռիսկ է։ Սա զուտ մասնագիտական նկատառում եմ ես ուզում անել, այլ ոչ թե խոսել այն ռիսկերի մասին, թե ում ապրանքն է լավ ու ում ապրանքն է վատը։ Կամ մի հոգի որ վաճառում է իր ապրանքը, որը շատ վատն է, դրա մասին մենք խոսում ենք, զգուշացնում ենք անընդհատ, բայց միևնույն ժամանակ, բացի նրանից, որ խոսում ենք, որ այդ ապրանքը վատն է, պետք է խոսենք նաև նրա մասին, որ ապրանքի առաջարկներ լինելու են, այնուամենայնիվ լինելու են, եւ դրանց պետք է ականջալու լինել։ Սա շատ կարճ այն մասին, թե հույսը ինչքանով է վաճառվում։ Ցավոք սրտի։ Բայց մի ռեմարկա անեմ մասնակցության մասով, հա, Յավկայի մասով, որպես մարդ, որը դիտորդ է եղել եւ Գյումրիում եւ Վաղարշապատում,
գրեթե կրկնապատկված էր եւ մարդկանց ակտիվությունը դու ակնհայտ տեսնում ես, որ մարդիկ սկսել են շահագրգռված լինել ընտրությունների process-ին էլեկտորալ ակտիվություն դրսևորելու մեջ կտրուկ աճը թիմ ընտրությունների մակարդակով առավել եւս, հա, առնվազն դա տեսել եմ։ Ինչն է հարցը 21-ին հա դեռ մարդիկ այդ շոկային վիճակից դուրս չէին եկել նախորդ թիմի, որ համեմատում ես, հա, այդ ապաթյան, պոստպատերազմական անորոշություն եւ այլն հետաքրքրված չէին։ Явքան շատ ավելի ցածր էր։ Հիմա եւ Գյումրի եւ Ողարշապատի դեպքում явքան բարձր է։ Գյումրիի դեպքում դա կանխորոշիչ էր մեծ հաշվով, հա, որովհետեւ այդ բարձր явկայի հաշվին ընդդիմությունը 4 ուժերը կարողացան կոնսոլիդացվել եւ թույլ չտալ, որպեսզի Գյումրին ունենա ԿՊ-ական քաղաքապետ։ Վաղարշապատի դեպքում էլ այդ այսպես կոչված ջախջախիչ հաղթանակը մի քանի 100 ձայնի տարբերություն տվեց, հա, ընդդիմության հավաքած ձայների հետ, այսինքն այդտեղ էլ ջախջախիչի մասին խոսք չկար, փոշիացածի հաշվին հաջողվեց իշխանությանը վերցնել շարունակականությունը ապահովել քաղաքի, որովհետև մինչև էլ էր ԿՊ քաղաքապետ, հա։ Արդյունքում այդ բարձր явկան սկսում է կոտրել այդ պլանը, հա, իշխանության, որովհետև ես համոզված եմ, որ այդ բարձր явկան կարող ի տարբերություն, օրինակ Գյումրի ու Վաղարշապատի տարբերությունը որն է, տարբերությունը հետեւյալն էր, Վաղարշապատում չկար այն, ինչ որ կար Գյումրիում։ Այն 4 կամ 5%-անոց միջանկյալը այնուամենայնիվ մի դաշինքի ընդդիմադիր եւ մյուս դաշինքի միջեւ եղած տարբերությունը շատ մեծ է, բավականին մեծ է։ Ես հիմա տոկոսները կարող եմ խառնեմ, չեմ ուզում ասել, բայց մոտավորապես 6%-անոց հորիզոնականի մի ընդդիմադիր ուժի եւ 30%-անոց ընդդիմադիր։ Իսկն այստեղ մի հանգամանք էր մտնում եւս 4 պլյուս եւ 5%-անոց եւ Վաղարշապատը իշխանությունը Վաղարշապատում չէր հաղթում։ Դե մեծ հաշվով օրինակ Վաղարշապատում չկարողացան բարձրացնել վոլումը, օրակարգային դարձնել այդ ընտրությունների տարբերություն Գյումրիի, որտեղ Գյումրիի ընտրությունների ժամանակ բոլորս քնում էինք եւ զարթնում էինք Գյումրիի ընտրություններում։ Վաղարշապատը 10-րդական պլան մղվեց օրակարգային, հա, հարցերում եւ ինչը իմ համար զարմանալի էր օրինակ, որովհետեւ մեծ հաշվով եկեղեցու շուրջ կատարվողի ֆոնին, հա, ես կարծում եմ, որ դա անկյունակարային թեմա պիտի լինի, բայց չդարձավ ինքը համար 1 օրակարգ, հա, եւ Քարոզարշավը ասենց շատ հանգիստ, պլավն անցավ, ընտրությունների օրը խախտումներ եղել են, չարաշահումներ եղել են, այդ ամեն ինչը տեսել ենք, բայց այնուամենայնիվ Գյումրի չէր ակնհայտորեն, հա։ Այստեղ նայ, արդյոք օրինակ այդ թիմ ընտրությունները ինդիկատոր են իրավիճակի, թե այնտեղ այլ տրամաբանություն է գործում, փոքր համայնքներ, փոքր community, բոլորը իրար գիտեն, այնտեղ ուրիշ լոգիկա է, թե ինքը համապետականի վրա կարող ենք պրոյեկտավորել։ Ես կարծում եմ, որ ինդիկատոր են, եթե ողջ ամբողջությամբ եւ ողջ այդ գունապնակա համապետականի չեն ընդգրկում, բայց քաղաքական հաշվարկների առումով առավել եւս հանրային տրամադրությունների վերհանման առումով, այո, ինդիկատոր են։ Փաշինյանը դա փորձեց վերածել իր լեգիտիմության ինչ-որ ռեսուրսի մոնիտորինգի, հա, շատ ուզեց անել, բայց թվերը դա ուղղակիորեն թույլ չեն տալիս, որ ինքը դա անի, որքան էլ ինքը դրա լոբինգը անում է։